Ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք նոյեմբերի 24-ի գործակարգավարական խորհրդակցությունը եւ ես կուզենայի մի փոքր անդրադարձ ունենայինք մի քանի կարևոր հարցերին։ Առաջին հարցը, որի վերաբերյալ կուզենայի խոսել, դա օդի որակին է վերաբերում եւ ինչպես արդեն տեսնում ենք, արդեն ձմեռվա ամիսները մոտ են եւ տեսնում ենք, որ օդի որակը էականորեն գնալով նվազում է։ Եվ ուզում եմ նաեւ խոսենք մի փոքր դրա պատճառների մասին, որովհետեւ անընդհատ տարբեր խոսակցություններ եւ տարբեր քննարկումներ, մասնավորապես շինարարական փոշու մասին են խոսում, բայց մենք տեսել ենք արդեն որևէ տարին, որ սրվում է խնդիրը հենց ձմեռվա ամիսներին եւ մասնավորապես նախորդ գիշեր մենք արձանագրեցինք օդի որակի էական վատթարացում, պայմանավորված Հայաստանի Հանրապետության տարբեր հատվածներում խոշոր հրդեհներով, մասնավորապես օրինակ Ճամբարակում խոշոր հրդեհներ էին տեղի ունենում, բայց իհարկե խոշոր հրդեհները մի վտանգավոր երևույթ են եւ ուզում եմ շատ հստակ արձանագրել այս տեսակ հրդեհները եւ իրենցից արտանետված տոքսինները, նյութերը էականորեն ավելի վտանգավոր են, քան շինարարական փոշին, քան այն փոշին, որի դեմ մենք շատ ինտենսիվ պայքարում ենք։ Բայց ուզում եմ նաեւ արձանագրել, որ այն ինչը որ միգուցե շատ դեպքերում սովորական էր թվում տասնամյակներով եւ մենք չենք խոսել դրա մասին, հիմա պետք է որոշակի անդրադարձ ունենանք, մասնավորապես օրինակ ենթադրում եմ շատերը տեսել եք կողքի բակում կամ հենց մեր բակում ինչ որ մեկին, ով որ հավաքում է տերևները եւ աղբը եւ վառում է։ Սիրելի երևանցիներ, այդ փոքրիկ տերևների եւ աղբի վերամշակման գործարանները ուղղակիորեն առաջին հերթին թունավորում են ձեզ, թունավորում են ձեր շրջակա միջավայրը, թունավորում են երեխաներին, ովքեր որ ապրում, խաղում են այդ բակում, եւ մենք պետք է հասկանանք նաեւ այդ թունավորման աստիճանը, որովհետեւ երբ որ մենք անընդհատ խոսում ենք շինարարական փոշուց եւ դրա դեմ պայքարում ենք, դա անգամներով մոտ 3-ից 5 անգամ ավելի նվազ վնասակար է եւ այս սեզոնին, նաեւ սեզոնին, երբ որ արդեն տները, որոշ տներ տաքացվում են նաեւ վառելափայտով, տարբեր տեսակի նյութերով, դրան գումարած նաեւ այս տեսակի փոքրիկ վերամշակման գործարանները, այդպես կոչեք իրենց, իրենք էականորեն մեր օդի որակը վատթարացնում են։ Ձմեռվա ամիսներին օդի շարժը շատ ավելի դանդաղ է, այսինքն, երբ որ մի հատվածում որևէ մի բան այրվեց, որևէ մի կույտ տերևների այրվեց, ժամերով այդ տոքսինները մնում են օդում։ Եվ կարծում եմ մենք պարբերաբար բացի խոսելուց իհարկե պարբերաբար խոսելուց այս մասին պետք է որոշակի գործիքակազմ ստեղծենք մեզ համար, Տիկին Ստեփանյան, պարոն Մարգարյան, Երևանի թիմ օրենքում որոշակի կարգավոր, ես հասկանում եմ, որ ինչ որ տենց ավանդույթային բաներ կան, որոնք որ տենց սովորական են միգուցե դարձել, բայց սրանք նորմալ սովորույթներ չեն, սրանք նորմալ ավանդույթներ չեն եւ կներեք, բայց մի քանի տենց մեշոկ տերևը ուղակի թեկուզ աղբամանին չհասցնելու համար ուղակի բակում վառել եւ ամբողջ շրջակա միջավայրը թունավորել, դա նորմալ չի։ Դա նորմալ չի, պետք է ասել առաջին հերթին, որ դա նորմալ չի եւ պետք է արդեն սկսել դրա դեմ պայքարել, որովհետեւ մենք տեսնում ենք ամեն նոյեմբեր ամսից սկսում է մեր օդի որակի վատթարացումը, դες ամառվա ամիսներին մեր այդ PM2.5-ը վատագույն դեպքում, չգիտեմ, 50-60 է ցուցանիշը, որը կամ գերազանց է, կամ տենց լավ, այդ կամ կանաչ շրջանակում է, կամ դեղին։ Հիմա մենք տենց մոտավորապես կամ անառողջ շրջանակում ենք, անառողջ զգայուն խմբերի համար, կամ անառողջ, կամ շատ անառողջ։ Եվ դա պայմանավորված է մի քանի գործոններով։ Իհարկե մասսայական
հրդեհները իրենց հերթին, բայց նաև այդ որոշակի կանխարգելիչ գործողությունները, որոնք որ տերևների վառել, աղբի վառել, չգիտեմ, տարբեր տեսակի ինչ-որ բաների այրումը բակերում, դրանք անթույլատրելի են եւ իրականում այս մեծ ծավալի մեջ, քաղաքի ծավալի մեջ, երբ որ դրանք բոլորը միաժամանակ տեղի են ունենում, այդ տոքսինները հավաքվում ու մնում են մեր օդում շատ երկար ժամանակ եւ մենք այդ օդը շնչում ենք։ Եվ սա շինարարության մասին չի։ Երբ որ մենք անընդհատ ասում ենք ժողովուրդ ջան, այո, շինարարությանը վերաբերյալ պարոն Ղուկասյանը այսօր կզեկուցի ամենաչարամիտ խախտողներին եւ նրանց հանդեպ որոշակի գործողություններ տեղի կունենան, բայց ես ձեզ վստահեցնում եմ, այդ միած շենքի կառուցումը եւ իր ամբողջ ստեղծած փոշին, այդ ընդամենը մի բակի, այտենց մի հատ լավ կույտի տերևների այրումը, որ շատ ավելի թունավոր է եւ վտանգավոր։ Եվ այս գիտակցումը մենք պետք է ունենանք։ Սա չի նշանակում, որ մեր կառուցապատողները պետք է այտենց հանգիստ շունչ քաշեն։ Սա մեկը մյուսի հետ կապ չունի, բայց նաև մեխանիզմներ պետք է ստեղծենք, պարոն Մարգարյան, որպեսզի այս process-ների դեմ կարողանանք պայքարել։ Սա մեկ։ Երկրորդը, ես սկսել եմ անակնկալ այցերով գնալ վարչական շրջաններ, եղել եմ 2 վարչական շրջաններում, ահռելի մեծ ծավալի գործարարվում, հարգելի գործընկերներ, բայց նաև ուզում եմ արձանագրել, որ ես տեսնում եմ խնդիրներ, որոնք որ ոչ թե ավելի քիչ կապված են մեր նախագծերի հետ, ավելի շատ կապված են մեր առօրյա անելիքների հետ, օրինակ աղբանության կամ սահմաքրման հարցերը, որոնք որ ռուտին հարցեր են, բայց դրանք այն հարցերն են, որտեղ որ առհասարակ մենք պետք է անթերի գործենք։ Եվ հարցը մի կողմից պետք է իհարկե հասկանանք վարչարարական առումով ունենք խնդիրներ, թե չունենք եւ կհասկանանք, մյուս կողմից է պարոն Մարգարյան պետք է հասկանանք ռեսուրսի խնդիր ունենք, թե չունենք, ճիշտ գնահատենք, էլի, այսինքն պահանջենք այն ծավալով ինչքանի ռեսուրս ենք տվել եւ ռեսուրսը տանք ամբողջական։ Եվ ես կարծում եմ ամբողջ իմաստը վարչական շրջաններին այդ ռեսուրսը տալու կայանում էր նրանում, որ մենք խնդիրը լուծենք, ոչ թե կիսա լուծենք։ Սա առաջին հատվածը։ Երկրորդ հատվածը այնուամենայնիվ այդ ահռելի մեծ արվող նախագծերում ես տեսնում եմ էական թերություններ եւ արձանագրել եմ մեր վարչական շրջաններում նմանատիպ դեպքեր եւ պահանջում եմ ուղղակի որ վարչական շրջանների ղեկավարները նախագծերին վերաբերվեն որպես սեփական իրենց տանը արվող նախագծերին։ Ես բացառում եմ, որ ինչ որ մեկը իր սեփական տանը թույլ տա, որ, չգիտեմ, աթոռը տենց կիսաճոճ լինի կամ ինչ որ մի բանը քարը ծուռ դրած լինի։ Հետևաբար սա ձեր տան նախագծերն են։ Եվ ես էլ ձեր աշխատանքը գնահատելու եմ ըստ ձեր վերաբերմունքի։ Շնորհակալություն։ Վեոլա ջուր։ Պարոն քաղաքապետ, հաշվետու ժամանակահատվածում ընկերության թեժգից հեռախոսահամարին գրանցված եւ վերացված ջրագծի վթարների քանակը թվով 175, կատարողական 100%։ Գրանցված գորագծի վթարների քանակը թվով 460, վերացված 428, կատարողական 93%։ Վթարավերականգնողական աշխատանքների ընթացքում քանդված ասֆալտբետոնյա ծածկույթի մակերեսը 1440 քառակուսի մետր, վերականգնված 1350 քառակուսի մետր։ Իրականացված վթարային ջրանջատումների քանակը թվով 39, հիմնանորոգված դիտարերի քանակը 12, մաքրված անձրևատար դիտարերի քանակը 148, այսքանը շնորհակալություն։ Շնորհակալ եմ, Երևան գազ։ Պարոն քաղաքապետ, նոյեմբերի 14-ից մինչև 21-ն ընկած ժամանակահատվածում Երևանի ԳԳՄ սպասարկման տարածքում տեղի են ունեցել թվով 10 վթարային գազանջատումներ, վթարավերականգնողական աշխատանքներն ամբողջությամբ կատարված են եւ վերականգնվել են գազասպառողների գազամատակարարումը, կատարողական 100%։ Շնորհակալ եմ, էլեկտրական ցանցեր։ Պարոն քաղաքապետ, հաշվետու ժամանակահատվածում վթարային անջատումների քանակը 41-ն են, պլանայինը 137։ Քանդված ասֆալտբետոնե ծածկույթ 140, վերականգնված 150 քառակուսի մետր։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, Երկաղլույս։ Հարգելի պարոն քաղաքապետ, զեկուցում եմ, որ նախորդ շաբաթվա ընթացքում ունեցել ենք 142 վթար, ինչը վերականգնվել է 100%-ով, աշխատանքներն ավարտել ենք Մարշալ Բաբաջյան փողոցում լետարվման հետ կապված, ինչպես նաև Բաբաջյան փողոցի եւ Տիգրան Մեծ պողոտայում փոխարինվել է ամբողջ մալուխային ցանցը։
տեղադրել ենք ընդհանուր հաշվով 311 LED լուսատու։ Այսքանը շնորհակալություն։ Պարոն Մուրադյան, մեր վերջին նատրիումային լամպը երբ ենք փոխում։ Պարոն քաղաքապետ, եկող շաբաթվա մեջ հաստատ ապամոնտաժելու ենք Երևանի վերջին նատրիումային լուսատուն։ Հարգելի գործընկերներ, սիրելի երևանցիներ, այս ընթացքում մենք փաստացի Երևան քաղաքում իրականացրել ենք ամբողջ լուսավորության վերազինում եւ փոխարինում հին նատրիումային լամպերի նոր LED լուսավորությամբ եւ փաստացի պարոն Մուրադյանը հաստատում է, որ հաջորդ շաբաթ մենք վերջին նատրիումային լամպերի խմբականակն ենք փոխարինում ավելի էֆեկտիվ, ավելի նորարար LED լուսավորությամբ, բայց նաև չենք մոռանում, որ այդ սպիտակ պայծառ լույսերը չենք դնում, այլ ավելի դեպի դեղին, ավելի ցածր կելվիններով լույսերը, չէ՞, պարոն Մուրադյան։ Պարոն քաղաքապետ, տեղադրում ենք 3000 կելվին լուսային ջերմությամբ լուսատուներ Երևանում եւ մասսայաբար փորձելու ենք այն բոլոր բակերում եւ փողոցներում, որտեղ տեղադրված են 4000 կելվին լուսատուներ, այս ճանապարհ դրանազանությամբ անցում կատարել 3000 կելվինի։ Շատ լավ, իսկ բակերում էլ ավելի ցածրի պետք է անցում կատարել։ 2200 բակերում, պարոն քաղաքապետ, 3000 փողոցներում եւ պողոտաներում։ Շատ լավ։ Աղբանություն։ Պարոն քաղաքապետ, հաշվետու ժամանակահատվածում պահպանության աշխատանքներն իրականացրել են 2 հերթափոխով, ցերեկային հերթափոխի ընթացքում շահագործվել է 44, իսկ գիշերային հերթափոխի ընթացքում 39 տեխնիկա։ Մայրաքաղաքի փողոցների մաքրությունը 6-օրյա գրաֆիկով 2 հերթափոխով իրականացրել են 316 սանմակրման աշխատակիցներ, որը կազմում է գրանցված աշխատակիցների 93%-ը։ Մնացած 7% աշխատակիցները գտնվում են ժամանակավոր անաշխատունակության եւ արձակուրդի մեջ։ Փողոցների մաքրությունը իրականացվել է 10 կամաց, 11 կերշեր փոշեպուլ մեքենաներով։ Աշխատանքների իրականացման համար շահագործվել է Բելարուս տեսակի 7, Քաթ տեսակի 1 տրակտոր եւ 10 ինքնաթափ մեքենա։ Հաշվետու ժամանակահատվածում ԵԱՍՄ համայնքային հիմնարկի թեժգից հեռախոսահամարին ստացվել է 56 զանգ, իսկ ակտիվ քաղաքացի հարթակով քաղաքացիների կողմից ստացվել է 78 հայտ, որից 22-ը գտնվում է ընթացիկ, 56-ը կատարված կարգավիճակում։ Նշեմ, որ Վիոլաջուր ընկերության կողմից Արաքիր, Երևանի, Շենգավիթ եւ Կենտրոն վարչական շրջաններում գտնվող 211 դիտավորից դուրս բերված աղբը հեռացվել է համայնքային հիմնարկի աշխատակիցների կողմից եւ տարածքը բերվել է պատշաճ տեսքի։ Այսքանը։ Շնորհակալ եմ Երևանի ավտոբուս։ Պարոն քաղաքապետ, հաշվետու շաբաթվա ընթացքում 76 երթուղիներում սպասարկել է ընդհանուր թվով 4691 շարժակազմ, կատարողական 100%։ Պարոն քաղաքապետ, զեկուցում նաև սպասարկման ենթակա ավտոբուսների քանակի վերաբերյալ ընդհանուր թվով 56 միավոր անսարք, որից ման մակնիշի 87 միավորից 5 միավոր, ժանգթոնգ մակնիշի 562 միավորից 22 միավոր, Հայգեր մակնիշի 103 միավորից 15 միավոր, փոքր դասի միկրոավտոբուս 100 միավորից 14 միավոր։ Այսքանը շնորհակալություն։